Երևանյան փուլը ճամբարի ամփոփում ենք։ Ցանկացած սովորումների հիմնականում այդ դպրոցն Ամեն բանի հաջողության բանաձևը միասնական լավ համագործակցային աշխատանքի մեջ է։ Հիմնական շեշտը մենք դնում ենք մեր աշխատանքները կառուցելիս այդ մեխանիկական գործիքներով աշխատել, անվտանգության կանոններին ծանոթանալ։ Մեր աշխատանքը ավելի շատ խոսքի, մտքի, ուղղությամբ է եղել։ Աշխատանքով անցել են բոլոր ինչ որ կար գրված, ինչ որ նախատեսել էի։ Ես Լաուրա Սաֆարանն եմ։ Ես եկել եմ Եվրոպական քոլեջից։ Ես պատրաստում եմ խաչ։ Զորական դասատուների մոտեցումը մեր աշխատանքներին։ Առաջի անգամն էր, իսկ առաջի անգամվա համար բաց չի փորձել եմ անել։ Կարողություն է, երբ դու կարողանում ես տարածաշրջանային որևէ լեզվի տիրապետել, օրինակ թուրքերեն, վրացերեն կամ պարսկերեն կամ եվրոպական լեզուներին։ Come ti chiama? Ciao, mi chiamo Vittoria. E tu? Mi chiamo Eva, piacere. Piacere mio. Hola, io sono Mane. Merhaba, benim adım David. من سنین هستم. سلام، من مریم هستم. من 15 سالمه. من 14 سالمه. Mən Xıya Ալեքսանդր։ من مکسیا لیلی. Ալեքսանդր. Բավականին ինտենսիվ աշխատել են բոլորն էլ։ Ընտրել եմ անոթ թռչող սարքի աշխատարանը։ Սկսել ենք SU 27 անոթ թռչող սարքի մոդելավորումը։ Անթաչու թռչող սարքերից նաև այցելել ենք ինժեներական բաժին։ Կենսաբանություն, որ ընթացքում մենք կատարել ենք շատ փորձեր, ուսումնասիրել ենք տարբեր պատրաստումներ, տարբեր իրեր մանրադիտակով, ուզում եմ ավելի խոսքը զարգացնել։ Քիմիական բարեկամության դպրոցի Գիտական աշխատարանը, քանի որ էլի կապված է իմ հետագա մասնագիտության հետ։ Ալբերտ Էյնշտեյնը ասում է, թե ձկանը դատենք ծառ բարձրացնելու ունակությամբ, ես ողջ կյանք իրան հիմար եմ զգալու։ Կարծում եմ, որ ստացված էր այս աշխատարանով մուտքի ճամբարի կազմակերպումը։ Զարգացման նպատակներից մեկի վերաբերյալ իր պրեզենտացիան նաև հանրային ներկայացրեց։ Ինձ համար կարևոր էր այսօրը, շնորհակալ եմ բոլոր ուսուցիչներին, աշխատարանի ղեկավարներին, բոլորին, ովքեր իրենց ներդրումն ունեցան այսօրվա մեջ։ Շնորհակալ եմ ճամբարի համակարգողներ, ընկերանուշին եւ Սինսինին։